Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը պարոն Աթոյանն է, ով ատոմակայանի գլխավոր ինժեների տեղակալն է անվտանգության գծով։ Պարոն Աթոյան, նախ սկսենք նրանից, թե ինչպես եք սկսել ձեր կարիերան Մեծամորի ատոմակայանում, հետո անդրադառնանք մյուս հարցերին, լավ։ Բարև ձեզ, ուրեմն Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո որպես երիտասարդ մասնագետ 1978 թվականին գործուղվել եմ ատոմակայան եւ գործունեությունը սկսել այնտեղ, սկսել եմ էլեկտրափականագործ 4-րդ կարգի եւ համապատասխան տարիների փորձով եւ գիտելիքների ընկալմամբ դարձել եմ գլխավոր ինժեների տեղակալ անվտանգության գծով։ Անցել եմ շատ երկար ճանապարհ, էլեկտրափականակագործ, հետո հերթապահ ինժեներ, հետո հերթափոխի պետ, բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, հետո գլխավոր ճարտարագետի տեղակալ, այժմ էլ աշխատում եմ այդ պաշտոնում։ Բավական երկար ճանապարհ եք անցել, պարոն Աթոյան։ Հիմա ոչ մասնագետների համար կարող եք մի քանի բառով ներկայացնել ձեր գործառույթը որպես ինժեների տեղակալ անվտանգության գծով։ Ուրեմն ատոմակայանի ստրուկտուրան բավականին բարդ է, բայց կոնկրետ իմ այն բաժինները, որոնք ենթարկվում են գլխավոր ինժեների տեղակալին, հիմնականում 3-ն են, դա միջուկային անվտանգության բաժինն է, ռադիացիոն անվտանգության բաժինը եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման բաժինը։ Այդ 3 բաժինները ես եմ ղեկավարում եւ միաժամանակ հանդիսանում եմ ատոմակայանում բոլոր տեսակի միջուկային եւ ռադիացիոն աշխատանքների պատասխանատուն, եթե դա վերաբերում է անվտանգության համակարգերին։ Հասկանալի է, շնորհակալություն, պարոն Աթոյան։ Հիմա մի քիչ ավելի գլոբալ անդրադառնանք, թե ինչպիսի ազդեցություն ունի մեր ատոմակայանը Հայաստանի էներգետիկա, անվտանգությանը եւ տնտեսությանը։ Ուրեմն բոլոր երևի հիշում են, համենայն դեպս իմ տարիքի մարդիկ հիշում են այն դժգույն տարիները, երբ էներգետիկայի խիստ կրիզիսի մեջ էր Հայաստանը եւ երբ որ ատոմակայանը չէր աշխատում եւ օրական ունեին 2-3 ժամ մաքսիմում էլեկտրաէներգիա Հայաստանի նույնիսկ շատ կարևոր օբյեկտներում։ Այսինքն ատոմակայանի ներդրումը Հայաստանի էներգետիկայում դա շատ մեծ է։ Առաջինը մենք արտադրում ենք Հայաստանի կարիքների համարյա կեսը կամ մեր Հայաստանի արտադրության մոտավորապես 40% էլեկտրաէներգիայի։ Երկրորդը խիստ անկախ էներգիայի աղբյուր ենք հանդիսանում, որովհետև ասենք երբ որ մենք ստանում ենք միջուկային վառելիքը, մեկ օրվա ընթացքում մենք կարող ենք ստանալ միջուկային վառելիք, որը որ կարող ենք օգտագործել 1 տարի կամ ավել ժամանակում։ Դա մյուս կողմից ատոմակայանը ոչ միայն ասենք էլեկտրաէներգիայի արտադրություն է, այլ նաև միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրություն, ներդնում, շահագործում, որը բավականին գիտական մակարդակի աշխատանքներ են կատարվում ատոմակայանում։ Հիմնականում դա։ Իսկ հիմա կոնկրետ այս պահին շահագործման որ փուլում է գտնվում մեր ԱԵԿ-ը։ Ուրեմն քանի որ մենք շահագործում ենք միայն մեկ բլոկը, որը որ շահագործման է ընդունվել 1980 թվականներին, դրանից հետո ատոմակայանը նախագծված էր 30 տարի եւ դրանից հետո 30 տարի հետո մենք վերջանում էր շահագործման ժամկետը։ Բայց կա համաշխարհային փորձը, որ շահագործման ժամկետից հետո շահագործում են երկարացված ժամանակով։ Մենք 2016 թվականին լրացել է ատոմակայանի 30 տարի արդեն նախագծով սահմանված ժամանակը, մենք երկարաձգել ենք շահագործման ժամանակը մինչև 2000 թիվը,
այժմ աշխատանքներ են կատարվում 2016 թիվը, իսկ այժմ աշխատանքներ են կատարվում մինչև 2026 թիվը շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ։ Աշխատանքները բավականին Եվ մինչև 2036 թիվը, հա, պարոն Աթոյան, 26-ը արդեն մյուս 26-ը արդեն երկարացված ժամկետը ավարտում է, 10 տարվա երկարացում է երկրում, 26-ից հետո մենք կաշխատենք մինչև 2036 թիվը, եւ դրանից հետո արդեն եթե երկիրը որոշի, որ մեզ անհրաժեշտ է եւս որոշակի ժամանակով աշխատել, մենք հնարավորություն կունենանք եւս 5-10 տարով երկարացնել այդ ժամկետը, քանի որ հիմնական սարքավորումները, որոնք չփոխարինվող են, ավելի մեծ ռեսուրս ունեն, քան թե նախատեսված է մինչև 36 թիվ։ Օրինակ ռեակտորը այսօրվա դրությամբ հիմնավորված է, որ կաշխատի մինչև 2039 թիվը առանց որևէ խնդրի։ Իսկ 36 թվին հնարավոր է, որ մենք վերահաշվարկ անենք եւ բարձրի, որ շատ ավելի երկար կարելի է շահագործել։ Ամենայն դեպս ռուսական նույնատիպ ատոմակայանները այսօր շահագործում են 30 տարվա փոխարեն մինչև 70 տարի։ Շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեցիք, պարոն Աթոյան, բայց եթե արդեն ԱԵԿ-ի փոխարինման ժամանակը գա, ինչ տարբերակներն են քննարկվում ԱԵԿ-ի փոխարինման եւ որպես մասնագետ, որ տարբերակն է ձեզ համար առավել ընդունելի։ Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ վերջիվերջո այս ատոմակայանը իր շահագործման ավարտը ունի եւ մեզ պետք է դադարեցնել Հայաստանում միջուկային տեխնոլոգիան մի քիչ նորմալ չի թվում եւ դրա համար մենք այժմ դիտարկում ենք նայում ենք տարբեր երկրների կողմից առաջարկվող ատոմակայաններին մեզ փաստաթղթեր են ներկայացրել տարբեր նախագծեր չինական, կորեական, ռուսական, ամերիկյան, ֆրանսիական տարբերակները Մենք այդ տարբերակներից պետք է ընտրենք լավագույնը, այսօր մենք աշխատում ենք բոլոր այդ երկրների հետ, դիտարկում ենք հնարավոր տարբերակը, որը մեր երկրի համար ընդունելի եւ անվտանգ կարելի է շահագործել։ Առայժմ վերջնական որոշում չկա, բայց կարծում ենք, որ փոքր մոդուլային ռեակտորները Հայաստանի համար ամենալավ տարբերակներից մեկը կլինի։ Իսկ փոքր մոդուլայինները կարող են Հայաստանում լրացնել կամ փոխարինել ԱԵԿ-ին եւ ինչ առավելություններ կարող են մարտահրավերների բերել մեր երկրի համար կոնկրետ Մարտահրավերներից, այսինքն մեր մոտեցումներից, որը մեզ հիմքեր չի տալի միանշանակ որոշում կայացնել, դա այն հանգամանքն է, որ փոքր մոդուլային ռեակտորները շահագործման փորձ չունեն։ Այժմ որոշակի կան տարբեր երկրներում փորձեր, բայց աշխատող մոդուլային ռեակտոր դեռևս չկա, որի փորձը մենք կարող ենք ուսումնասիրել։ Առաջարկված մոդելներից մենք դիտարկում ենք մինչև 100 մեգավատ հզորության տարբերակները, որոնք ամերիկյան տարբերակներ են կամ կորեական տարբերակներ, եւ քննարկման արդյունքում որոշում ենք, թե դրանցից որն է շատ ավելի անվտանգ։ Մեր համար ամենակարևորը անվտանգության խնդիրն է, որովհետև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասին օրենքում միանշանակ գրված է, որ անվտանգությունը պետք է գերակայի բոլոր տեսակի խնդիրների նկատմամբ։ Ինչ առավելություններ ունեն մեր ավանդականի նկատմամբ։ Մեր ավանդականի նկատմամբ առավելությունները այն են, որ մենք երբ որ մեր ունեցած միակ բլոկը մենք որոշակի ժամանակ կանգնում ենք վերաբեռնավորման եւ վերանորոգման, իսկ փոքր մոդուլայինի դեպքում այդպիսի խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ ինքը մոդուլը բաղկացած է մի քանի փոքր ռեակտորներից, որոնցից կարելի է մի ռեակտորը վերաբեռնավորել, մյուս ռեակտորները կարող են աշխատել։ Դիտարկվում է նաեւ տարբերակ, ասենք ոչ մոդուլային, բայց փոքր հզորության ռեակտորների տարբերակը։ Առայժմ վերջնական որոշում չկա, մենք քննարկումները շարունակվում են եւ ամենայն հավանականությամբ մյուս տարվա սկզբին կառավարությունը կայացնի վերջնական տարբերակը եւ կսկսենք արդեն ուսումնասիրել կոնկրետ
նախագծի խնդիրները եւ նրա տեղադրումը Հայաստանում նմանատիպ խնդիրներ։ Եվ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրները, ինչ մասնագետներ են անհրաժեշտ եւ այլն։ Իհարկե, դրանք բոլորը մի մեծ կոմպլեկտի մեջ են, որը որ միայն ասեմ համեմատության համար, ասենք ամերիկյան կողմին մենք ուղարկել ենք 600 հարց, որոնց պատասխանների հիման վրա մենք կարող ենք որոշում կայացնել, թե այդ առաջարկվող նախագծերից որն է մեր համար ընդունելի։ Իսկ այդ 600 հարցերի պատասխանները կան արդեն, թե դեռ կան 600 հարցերի պատասխանները, դրանց մեծ մասը մասնագիտական է եւ բացի դրանից ամերիկյան կողմը թույլ չի տալի, որպեսզի իր տեխնոլոգիան քննարկվի հասարակության հետ, բայց կա նաեւ հասարակության համար տարբերակը, որը հասանելի է ցանկացած բնակչի Հայաստանի քաղաքացի համար, ով կարող է ամբողջական պատկերացում կազմել եւ իր կողմից որոշում կայացնել, պետք է մեզ այդպիսի ատոմակայան թե ոչ, որովհետեւ վերջով մենք ցանկացած միջուկային օբյեկտ կառուցելու համար մենք պետք է դիմենք հասարակությանը, հասարակական լսումներ անցկացնենք եւ միայն հասարակության վերջնական դրական եզրակացության դեպքում կարող ենք կառուցել ատոմային կայան։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր, այսպես պարզ ու մատչելի ձևով հանրությանը բացատրել ատոմակայանի գործառույթները, ամեն ինչ շատ հետաքրքիր էր, պարոն Աթոյան, շնորհակալություն շատ։ Այսպիսի հետաքրքիր հարցազրույցներ ու այսպիսի կոնտենտ տեսնելու համար խնդրում ենք բաժանորդագրվել։ Հաջողություն, պարոն Աթոյան։ Հաջողություն։